Բաքվից մի քանի օր շարունակվող կրակոցների մեղադրանքների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու հայտարարություն արեց: Նախ, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ներքո, ապա շեշտելով, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման, Պաշտպանության նախարարությանը իր հանձնարարականը բացահայտեց չխախտել հրադադարի ռեժիմը: Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի: Նախքան այս գրառումը Բաքվից կրկնել էին ստորագրման իրենց նախապայմանները: Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի լուծարում: Չնայած տեքստի շուրջ ավարտած բանակցություններին, դրա ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի սահմանադրությունը փոխել, վերացնելու համար Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները: Ադրբեջանի արտգործնախարարն այս հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետական քարտուղարի հետ հեռախոսազրույցում: Հայաստանցի պաշտոնյաները և պնդում են, թե Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ և հայտարարում նոր սահմանադրության նախագիծ են պատրաստում, որը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը: Նախապայմաններին զուգահեռ չորրորդ օրն է Բաքուն շարունակում է հրադադարը խախտելու մեղադրանքները: Երևանը հերքում է, պնդում Ադրբեջանը չի փոխանցել հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Հայաստանի ռազմական գերատեսչությունն առավոտյան կրկին հերքեց Բաքվի հայտարարությունը, թե ուշ երեկոյան 22:20-ից մինչև գիշերը ժամը 1:40 հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Վարդենիսի վերին շորժայի հատվածներից իր դիրքերը թիրախավորելու մասին: Արձագանքելով ադրբեջանական մեղադրանքներին Armenpress-ի հետ զրույցում նաև արտգործնախարարության խոսնակն է փաստերի բացակայությունից խոսել: Եթե փոխանցվեն, ասել էր պաշտպանության նախարարությունը, հայկական կողմը պատրաստ է դրանք հետաքննել: Անի Բադալյանը կոչ է արել Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին: Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր ու նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով: Հայաստանի բանակը կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այդ տրամաբանությամբ: Զինվելու, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություններ տեղակայելու մեղադրանքներին էլ Բադալյանն այսպես է արձագանքել. Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ դա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է: Սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ: Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը կրակոցների մասին Բաքվի հայտարարությունները տեղեկատվական սադրանք է որակում: Առաջինը հենց մեր երկրի ներսում կայունությունը խաթարելու և նման դեպքեր էլի ենք ունեցել, որպեսզի բոլորս ահու սարսափի մեջ ապրենք մոտավորապես: Եվ երկրորդը, ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի և նրանք նաև խնդիր են տեսնում այդ իրանց անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ նաև միգուցե իրանց քաղաքական գինը թանկացնելու, տարբեր դերակատարների մոտ ցույց տալու համար, որ տեսեք Հայաստանը դեստրուկտիվ է, մենք էլ զոհի դերում ենք, մեզ պետք է դուք ավելի շատ աջակցեք և այլն: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն Ադրբեջանի պահվածքը ապակառուցողական է համարում, բայց Հայաստանի վարքագիծը կարծում է պետք է նույնը մնա: Պաշտպանության նախարարությունը միշտ, անկախ կլինեն նման հայտարարություններ, չեն լինի նման հայտարարություններ, պետք է ուշով հետևի մեր սահմանների վիճակին, անվտանգային վիճակին և ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու, բայց մենք մեր կողմից, ինչպես նշել ենք, երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարևանների հետ, որովհետև մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը: Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, վերջին օրերի հայտարարություններով Բաքուն հասկացնել է տալիս չի պատրաստվում Երևանի հետ փաստաթուղթ ստորագրել: Թուղթ է, որտեղ արձանագրված են բոլոր ադրբեջանական պահանջները և որևէ դրույթ չկա, որը կարելի է ցույց տալ և ասել՝ այս Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, բայց նույնիսկ այս տիպի փաստաթուղթ
թուղթ ստանալուց հետո Ադրբեջանն ասում է՝ միգուցե ստորագրեմ, եթե դու փոխես քո սահմանադրությունը, Միսկի խմբի ֆորմատը չեղարկես, դրանից հետո գալու են անհավանական այլ պահանջներ, բայց այս կարճաժամկետ կտրվածքում էլ տեղեկատվական այս ֆոնն են ստեղծում, որ մի հատ էլ Հայաստանը սկսել է կրակել, չենք էլ ստորագրելու այդ պայմանագիրը։ Կրակոցների մասին հայտարարությունները հնչեցին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցնելու վերաբերյալ կողմերի հայտարարություններից բառացիորեն 3 օր անց։ Իդեպ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները 3 առավոտյան տեղեկացրին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժի մասին TikTok-ում տեսանյութ տարածած տղամարդուն։ Ըստ հաղորդումների ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժի կադրերը փետրվարի 27-ին են նկարահանվել։